Նույն տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հունգարիայում Օրբանի պարտությունը Հայաստանում շատերին է ուրախացրել։ Մենք տեսանք նաև այդ երկրում, թե ինչպիսի հասարակական ոգևորություններ, ինչպիսի տոնախմբություններ էին, ավելին վանկարկում էին, քաղաքացիները բղավում էին, որ ռուսներ գնացեք տուն, Պեսկովի անդրադարձնել տեսանք, ասում է հարգում ենք հունգարացիների ընտրությունը, բայց նաև կհետևենք, կտեսնենք, թե ինչ գործողությունների է գնում նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, հասկանանք կոպիտ ասած մենք ինչու պետք է ուրախանայինք կամ տխրեինք այս երկրում ընտրությունների արդյունքներից, սա որքանով է կարևոր մեզ համար։ Նախ եթե խոսքը վերաբերվում է մեզ Հայաստանին, մենք պետք է ուրախանայինք, որ նախկինում կաթնասպանին Հունգարիան Հանձինս Օրբանի հանձնեց Ադրբեջանին Գուրգեն Արսենյանի սպանությունի նկատի ունեմ այնտեղ որ տեղի ունեցավ, որ Հունգարիան Հանձինս Օրբանի պինդ պրոադրբեջանական քաղաքականություն է վարել, որ մշտապես զենք է վաճառել Ադրբեջանի եւ բոլոր առումներով որպես անհատ քաղաքական գործիչ ինքը Ադրբեջանի կողմնակիցն է եղել։ Ընդհանրապես քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունները 10% ազդեցություն ունեն։ Ալիևի ու Օրբանի պարագայում այդ 20% ու ավել էր իմ գնահատականով, այսինքն այդ հարաբերությունները բազմաթիվ խնդիրներ են լուծել, հետեւաբար Եվրոպայում պիտ պրոադրբեջանական միլիցիա հեռացավ իշխանությունից, ինչի առումով մենք պետք է ուրախանանք։ Երկրորդ, որ այն մարդիկ, ովքեր եվրոսկեպտիկներ են, ովքեր Եվրոմիության ընդլայնմանը դեմ են, ցանկալի է որ հեռանան, որովհետև Հայաստանն էլ իր ուղենիշ է վերցրել Եվրոմիության անդամակցության, իսկ այդ մարդիկ մշտապես արգելափակում էին դնելու բոլոր այն պետություններին, ովքեր ուզում են Եվրոմիության անդամ դառնալ, խնդիրը այդ դեպքում չի վերաբերում միայն Հայաստանին, նաև Վրաստանին, նաև Մոլդովային, նաև Ուկրաինային, հետևաբար այս առումով էլ շատ լավ է, որ Օրբանը հեռացավ։ Պիտի ասեմ, որ Հայաստանի դաշտում նրա հեռանալը երկակի ընկալվեց, ռուսական թևի ներկայացուցիչներն ասում էին, որ Օրբանին աջակցում էր Վանեսը եւ Թրամփը, այս թվում գրում էին, որ Պուտինի վերջին հենարանը Եվրոպայում հեռացավ, ու այս ամենի պատասխանը հենց ձեր ձևակերպած հարցի մեջ է, որ ամենայականն է, որ հունգար ժողովուրդը կանգնած միտինգում 20 րոպե վանկարկում էր ռուսներ գնացեք տուն։ Եվ այս առումով ինչ էլ ասի Պեսկովը, իրենք Հունգարիայից հեռանում են միանշանակ։ Ինչ վերաբերվում է տեղի ռուսամետներին, գիտեք, տեղի ռուսամետների մոտ բնավորության գիծ է դարձել իրենց աջակիցներից որևէ մեկի հեռանալու կամ պարտության պարագայում ամբողջ մեղքը բարդել այդ մարդու վրա ու ծաղրել։ Այդ վաղուց եկած բան է, Բաշար Ալ-Ասադից սկսած, որ ծաղրեցին, բերեցին իրենց մոտ, հիմա էլ Սիրիայի նոր նախագահին հատուկ պետական կառավարողակարգերով ընդունում են, ճամփում, եղբայրություն խոստանում, այդ սկսել է դել Աբաշիձեից, այդ եկել հասել է մինչև Սադամ Հուսեյն, այդ ռուսական սովորությունն է յուրայիններին պարտվելուց հետո գցել է, այնպես որ ճիշտ չի, որ ուրախանում են, ճիշտ չի, որ կամ շատ վատ է, որ փորձում են իրենց յուրայինին կապել Վանեսի կամ Թրամփի հետ։ Ասեմ, որ Միացյալ Նահանգները ժողովրդավար պետությունն է, ինքը միշտ ժողովրդավարության կողմնակից է, Միացյալ Նահանգների նախագահը բազմաթիվ անգամներ ասել է, որ Պուտինը իր ընկերն է, ասել է, որ Ալիևը ուժեղ տղա է եւ լավ առաջնորդ, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանում կամ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ Միացյալ Նահանգները աջակցելու է Պուտինին կամ Ալիևին, այնպես որ Հայաստանի ռուսամետների ցնծությունը ուղղակի հակադարձելու համար է, իրենց սրտից արյուն է գնում, ու ես դրան չեմ ուրախանում։ Մեր արձագանքներին մասամբ անդրադարձակ, պարոն Սարգսյան, բայց այդ տեսանյութը, որը համացանցում կա նաև իմեջում եւ մեկնաբանությունները, որոնք ընթերցեցի, մեծամասամբ այսպիսի բովանդակությամբ էին, որ տարօսը Հայաստանին, հունիսի 7-ին էլ մենք ռուսներին կասենք գնացեք տուն։ Հիմա դուք ռուսներին իսկապես տուն ուղարկելու այդ հնարավորությունը այս պահին Ես իհարկե կիսում եմ այդ տեսակետը ռուսներին տուն ուղարկելու, բայց ես չեմ համարում, որ
որ մենք ռուսների հետ ընդհանրապես պիտի խզենք կապերը, ես գտնում եմ, որ ռուսների հետ մեր ունեցած փոխհարաբերությունները պետք է վերաիմաստավորենք, որը բխի ոչ միայն Ռուսաստանի շահերից, բխի նաև Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսինքն կան ուղղություններ, որոնցում Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցելու են։ Մենք Ռուսաստանում ունենք Սփյուռք եւ կայացած Սփյուռք, որը երկար տարիներ է Ռուսաստանում է ապրում։ Մենք ունենք ապրանքատեսակներ, որոնք փոխադարձաբար ընկալերի են եւ սովորել են մեր հանրությունները այդ ապրանքատեսակները օգտագործել։ Մենք ունենք տարածք, որը կարելի է որպես բաց սահմաններ անցումային տարածք կիրառվի թե ռուսների կողմից, թե իրենց տարածքը մեր կողմից։ Այսինքն կան բազմաթիվ հարցեր, որոնցում մենք ռուսների հետ պիտի համագործակցենք։ Ուղղակի գոյություն ունեցող այն հանգամանքները, այն փոխհարաբերությունները, ինչը դասավորվել են նախկին իշխանությունների օրոք, եւ իմ կարծիքով այն փոխհարաբերությունները, ինչը Հունգարիայում դասավորվել էին Օրբանի օրոք, այդ փոխհարաբերություններն են փոխվելու։ Դա չի նշանակում, որ Հունգարիայի նոր եկած իշխանությունները Ռուսաստանի հետ չեն շփվելու։ Իհարկե շփվելու են, իհարկե հարաբերություններ ունենալու են, ինչի մասին նաև Պեսկովն է ասել, բայց այդ հարաբերությունները չեն լինելու նախկինը, եւ որ չեն լինելու նախկինը, այդտեղ Ռուսաստանն նաև իր սեփական մեղքն ունի, որ այդ հարաբերությունները չեն բավարարում իր հետ բարեկամություն անող երկրներին, որովհետև Հունգարիան առաջինը ու վերջինը չի, մենք առաջինն ու վերջինը չենք, նման ուղի է ընտրել Վրաստանը ժամանակին, Վրաստանի վարդերի հեղափոխությունը, նման ուղի Սովետական միությունից անմիջապես հետո ընտրեցին Մերձբալթյան հանրապետությունները, Ուկրաինան նման ուղու ընտրելու պարագայում է այսօր պատերազմի իրավիճակում հայտնվել, Ղազախստանը, Ղրղստանը, ինչ է Ռուսաստանից փոխվում դեպի Չինաստան քայլեր անում։ Ռուսաստանը քանի սրանից հետևություններ չի արել, ինքը կորցնելու է ու ինքը կարող է նաև իր տարածքները կորցնել։ Սիբիրի մասով եւ այլ, այնպես որ դա ռուս ժողովրդի խնդիրն է, ռուս պետականության խնդիրն է, բայց դա իրենց վարած քաղաքականության արդյունքն է, հետևանքն է։ Հիմա անդրադառնանք Սամվել Կարապետյանի ուղերձին, որը նա հղեց հրավիրված հանրահավաքում, մեկնարկել է գործընթաց օտար երկրի քաղաքացիությունից հրաժարվելու, սակայն բազմաթիվ մարդիկ նշում են, որ ընթացակարգային առումով դա բավականին դժվար է եւ մինչեւ ընտրությունները պարզապես այդ գործընթացը հնարավոր չէ։ Սամվել Կարապետյանը սակայն իր ուղերձում բավականին վստահաբար պնդում էր, որ եթե իրենց ուժը հաղթի եւ ինքը ընտրվի վարչապետ, իրենք կկառուցեն ուժեղ Հայաստանը, սեպտեմբերից եւ մյուս ամիսներին հաջորդելու է խաղաղությունը, երկարատև կայուն խաղաղությունը։ Ինձ հետաքրքիր է ձեր տպավորությամբ Պուտինի աջակցությունն է այսպիսի վստահություն տալիս Սամվել Կարապետյանին, ի վերջո Պուտինը անուղղակի նրա մասին էր խոսում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Գիտեք, Պուտինի աջակցությունը ոչինչ չտվեց Օրբանին, ոչինչ չտվեց Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական իշխանություններին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Ռուբեն Վարդանյանին, Արայք Հարությունյանին, չի տալու նաև Սամվել Կարապետյանին եւ իրենք դա լավ գիտեն։ Ավելի ես ինչքան տեղյակ եմ, իրենց թիմերում էլ Պուտինի աջակցությունը համարում են ոչ թե օժանդակություն, այլ համարում են, որ ներքաղաքական կամ քարոզչական դաշտում դա վնասեց իրենց։ Ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուն եւ սահմանադրությունը փոխելուն, այստեղ պիտի ասեմ սիրելի ժողովուրդ, պատկերացրեք մարդ, որը իր համար ուզում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխի։ Այս մարդը գալիս է ինքն իր համար սահմանադրություն փոխելու եւ ինչ այդ մարդուն դուք գնալու եք քվետակ։ Եվ երկրորդ Սահմանադրություն փոխելու համար ազգային ժողովում բացի մեծնապաստություն ունենալը, որ Սամվել Կարապետյանի թիմը չի կարող ունենալ եւ չի ունենա, եւ ինքը չի գերազանցելու Ռոբերտ Քոչյանի 2021 թվականին հավաքած քվեների քանակը չի գերազանցելու։ Դրանից պակաս է լինելու։ Ռոբերտ Քոչյանը 22% էր հավաքել, իրենք դրանից պակաս են հավաքելու հաստատ, որովհետեւ ոչ այդ խարիզման ունեն, ոչ ժամանակներն են այն ժամանակ պատերազմից հետո էր պարտված իշխանություններ փողոց լիքներ, ամբողջական էր, հիմի մի կերպ 12000 մարդ են հավաքում ավտոբուսներով տեղափոխելու։ Այսինքն իրենք նույնիսկ այդ ռեսուրսը չունեն ու այդ պատրվակը չկա, որ իրենք կարողանան ավելին հավաքեն։ Սահմանադրություն փոխելու համար 2/3 է պետք։
2/3 իրենք երբեք չեն ունենա ու վստահ եմ որ իրենք էլ չեն հավատում ու Հայաստանում չկա մարդ որը կարող է հավատալ որ այդ ուժը կամ այդ ուժերի միասնությունը կարող է 2/3 ունենալ ազգային ժողովում դա անհնարին բան է ինչ վերաբերվում է իր ասացին ուժեղին եւ այլն ես հաշվել եմ այդ հարցադրություն ուժեղների ուժեղ բառի քանակը եւ այդ 14 հատ էր 14 անգամ Սամվել Կարապետյանը կրկնում է ուժեղ բառը ու ինքը ուժեղ լինելու ասենք ուժեղ խաղաղություն կամ ուժեղ պետություն լուծումը ձևակերպում է մի բարձ տարբերակով ասում է ուժեղ պիտի լինենք Ռուսաստանի հետ ուժեղ Մոսկվայի հետ ուժեղ պիտի լինենք Վաշինգտոնի հետ ուժեղ պիտի լինենք Լոնդոնի հետ եւ ուժեղ պիտի լինենք Պեկինի ու այստեղ գլխավոր խնդիրը հետեւյալում է իսկ ինչի Լոնդոնի ոչ Փարիզի ինչի որովհետեւ Հայաստանն ուզում է դեպի Եվրոմիություն գնալ, իսկ ռուսներն ասում են, այ եթե գնաք Եվրոմիություն, ԵԱՏՄ-ից դուրս կանենք։ Այսինքն ինքը Ֆրանսիայում Փարիզի հետ ունի խնդիրներ։ Ինքը Փարիզում դատվում է Գազպրոմի հետ աֆիլացված դղյակ գնելու առումով։ Եվ այդ գործընթացը դատական փուլի մեջ է։ Դրա համար ինքը չի կարող Փարիզի հետ լինել։ Երկրորդ ռուսները շատ վատ են վերաբերվում Եվրոմիությանը, հետևաբար շարից փորձանքից հերոս սկզբունքով ինքը տալիս է Լոնդոնի անունը, տեսականորեն իր ասացի մեջ Եվրոմիությունը որպես այդպեսին չկա, որտեղ Լոնդոնը Եվրոմիության անդամ չի։ Իսկ ինքը մերժում է Եվրոմիությունը, իսկ այդ նշանակում է, որ իր պարագայում եվրոդիտորդները պիտի հեռանան, Եվրոպայից գնվող սպառազինությունները են ինչ առնում ենք Փարիզից դրանք չպիտի առնենք եւ ընդհանրապես դեպի Եվրոպա այն ինչ ազգային ժողովն ընդունել է դրանից պիտի հրաժարվենք մնանք ԵԱՏՄ-ում այս սա է իր ասածը ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին Վաշինգտոնին կամ Լոնդոնին այսեղ բնականաբար Սամվել Կարապետյանը հարաբերություններն ավելի լավ դասավորելու հնարավորություն չունի քան գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին որտեղ այդ երկու երկրները ժողովրդավար երկրներ են Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարական ուղով է ընտրվել եւ Նիկոլ Փաշինյանը սկսել է քայլեր այդ ուղղության վրա հարաբերությունները լավացնելու Նիկոլ Փաշինյանը մերժել է Մոսկվայում փաստաթուղթ ստորագրել, նախընտրել այդ փաստաթուղթը ստորագրել Վաշինգտոնում եւ այդ առումով Թրամփի հետ բացարձակ լավ հարաբերություններ ունի։ Եթե այստեղ սրան գումարենք նաեւ որ Սամվել Կարապետյանը Միացյալ Նահանգների Kremlian Report ցուցակում, որ Պուտինի հետ փողերի լվացման համատեքստում ներգրաված 200 խոշոր բիզնեսմենների ցանկում է դա նաև նշում է որ Սամվել Կարապետյանը անցանկալի անձ է Միացյալ Նահանգներում հետեւաբար Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունները ինքը ոչ թե ավելացնելու է այլ նվազեցնելու է իշահ Ռուսաստանի Պեկինի հետ փոխհարաբերություններում գիտեք ինչ չինացիների հինավուրց ժողովուրդ են կայացած տրադիցիաներով այնտեղ բանակցող անձը զրոյական նշանակություն ունի Պեկինն ինքն է որոշում ում հետ բանակցել ում ոչ եւ այստեղ էլ պիտի հաշվի առնենք որ Պեկինի Չինաստանի շահերը այսօր համընկնում են Ադրբեջանի հետ եւ դրա վառ ապացույցներ որ 44 օրյա պատերազմի ժամանակ երբ Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ փաստաթուղթ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու օգտին Չինաստանը այդ 5 երկրներից միակն էր որ վետո կիրառեց եւ թույլ տվեց որ Ադրբեջանը պատերազմը շարունակի ստացվում է որ Սամվել Կարապետյանի խնդիրը ուժեղ լինելը Ռուսաստանի հետ է միայն Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ եւ Ռուսաստանին չզայրացնելու Եվրոպայի անունը չտալու մեջ է հետեւաբար այս ուժի դրսևորում չի այս վախի ու թուլության դրսևորում է ու ավելի շուտ այս համատեքստում իր ելույթը իր խորության մեջ փիլիսոփայության մեջ բացահայտեց այն վախերը ինչ ունի ուժեղ Հայաստանը Պարոն Սարգսյան իսկ այդ ինքնավստահությունը ստացվում է ընդամենը քարոզչական բնույթ ունի թե այնուամենայնիվ այստեղ նաեւ կարող են հույսը դնել մեծ գումարներ ծախսելու վրա իդեպ այսօր կարծես թե ռուբլի մեծ քանակությամբ ռուբլի Հայաստան փոխանցելու դեպք է բացահայտվել եւ արդեն ահազանգեր են հնչում որ պետք է պատկան մարմինները շատ կոնկրետ աշխատեն այս ուղղությամբ որպեսզի այդ մեծ գումարները այս նախընտրական շրջանում չգան եւ չծառայեն ըստ նպատակի որին Ես կարծում եմ որ ավելի շատ քարոզչական նշանակություն ունի իհարկե իրենք մտածում են որ հայ մարդը
սոցիալական իրավիճակներից ելնելով գումարի խնդիր ունենալու պատճառով կարող է որոշակի ազդեցություն ունենալ այդ փողերի ներարկումը, աշխատանքի ընդունումը շտաբներում, փորձեն այդտեղ յուրաքանչյուր տեղամասում 15-20-50 մարդ գնել գումարով, ծածուկ գիշերով, չնայած էլ բավականին բարդ է դարձել եւ տեղերում բռնվում են եւ նաեւ բոլորը վերահսկվում են իրենց շտաբներում, իրենք էլ այդ լավ գիտեն։ Ես չեմ կարծում, որ իրենք ինքնավստահ են, ես կարծում եմ, որ իրենք շատ լավ էլ հասկանում են, որ իրենց հնարավորությունները հաղթանակի չի, որ Սամվել Կարապետյանը երբեք էլ վարչապետ չի դառնա, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու որևէ օրինական հնարավորություն չունի եւ այս համատեքստում եթե իրենք չեն հասկանում շատ ավելի վատ իրենց համար պիտի քաղաքականություն չմտնեին կամ իրենք չեն ճանաչում հայ մարդուն, չգիտեն հայ քաղաքական դաշտը։ Եթե հասկանում են, բայց այդպես են ասում, այդ ասում են քարոզչության նպատակով, այդ ասում են իրենց ոգևորելու առումով, բայց բացի իրենցից ուրիշ որևէ մեկը թող իմանան, որ դրանից չի ոգևորում, դա ավելի շուտ ծիծաղ է առաջացնում կամ հեգնանք ու դա առանձնապես իրենց քվե չի բերելու։ Ընդհանրապես ինքնախաբեությունը իրավիճակի չգնահատելը պարտության հասնելու ամենակարճ ճանապարհն է։ Հիմա վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, պարոն Սարգսյան, Վլադիկավկազում իբրև ջերմուկից թունավորված եւ մահացած քաղաքացու դեպքով այդ քրեական գործը վերաբացվել է նոր հանգամանքների հայտ գալու պատճառով, նաեւ քաղաքացիների հետ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ քաղաքացին բարձրաձայնեց խնդիր, ըստ որի իրեն վտարել են Ռուսաստանից եւ ասում է ռուսները շատ ուղիղ ասացին, պետք չէր որպեսզի Փաշինյանը այդպես խոսեր Պուտինի հետ։ Հիմա դուք նաև այս համատեքստում անդրադարձեք Պուտին-Փաշինյան այդ հանդիպմանը, մենք տեսանք հավասարի հետ խոսող երկու ղեկավարների եւ արդյոք դրա հետևանքները եթե լինեն այսպիսի վերաբացումները, այսպիսի վտարումները կամ այլ պատժամիջոցներ, մենք ինչպես կարող ենք արդյոք արձագանքել եւ դիմադրել այդ ամենին։ Եթե պատկերավոր ասեմ, մեր ու Ռուսաստանի փոխհարաբերությունները նման են չարի վերջի հեքիաթին, որտեղ Ռուսաստանը աղվեսն է, մենք էլ կկուն։ Ու երբ Հայաստանը ձակ է ունենում ու փորձում է նոր կյանք սկսել, հայտնվում է այդ աղվեսը եւ ասում է գազը կկտրեմ, ջուրը կկտրեմ, ջերմուկը չեմ թողի, Ռուսաստանում բնակվողներին կվտարեմ Ռուսաստանից ու ինչ։ Տխուրը նա է, որ Հայաստանի ռուսահպատակ կուսակցություններն էլ ներառյալ ուժեղ Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը, մյուսները չթվարկեն բոլորին, ասում են, այդ ծառն իրենն է, այդ ծառն իրենն է, ու ինքը կացին ունի, գգա այդ կացինով կկտրի այդ ծառը, շուտ արեք այդ ձակերից հրաժարվեք, ամեն ինչ տվեք իրեն, որ թողի այդ բնում մնաք, նորից ձակ ունենաք, նորից կերակրեք իրեն։ Այ ամբողջ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստը Հայաստանի ողջ պատմության, առաջին հանրապետությունից էլ սկսած ողջ պատմության ընթացքում ռուսների հետ այս նկարագիրն է ունեցել ու դրանից զարմանալ պետք չէ, դրանից դասեր քաղել է պետք։ Նման դեպքերում ինչ է անել պետք, ասեմ ձեզ, նախ ջերմուկի մասով, գովազդ չհամարեք, իմ հայրը 90-ական թվականներից ջրի փոխարեն միշտ ջերմուկ է խմել, միշտ։ Հայրս ապրել է 94 տարի իր ոտքով, իր ձեռքով։ Հետևաբար խորհուրդ եմ տալի ջերմուկ խմեք, դա շատ օգտակար է։ 10 միլիոն հայ է ապրում աշխարհում, ռուսները հրաժարվում են, դուք էլ հայկական արտադրողին պաշտպանեք, առեք այդ ջերմուկը, անկախ նրանից ինչպես եք վերաբերվում ջերմուկի սեփականատիրոջը, դուք դրանով պաշտպանում եք Հայաստանը։ Երկրորդ, ինչ պիտի անի Հայաստանը։ Հայաստանն էլ պիտի դատական գործ սկսի հարավկովկասյան երկաթուղիների ուղղությամբ։ Ժամանակին սկսեցին, չէ, երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր եկավ իշխանության, այնտեղ 60 միլիոնի չարաշահումներ գտան, որ տեսականորեն պետության բյուջեից գումարը վերցրել էին, որպես կատարված աշխատանք, բայց այդ աշխատանքը չէր կատարվել։ Միանշանակ պիտի դատական գործընթացներ սկսել, պարտադրել այդ փողերը հետ դնել եւ իրեն զրկել լիցենզիայից։ Եթե իրենք այդպես են վարվում, դու էլ պիտի այդպես վարվես։ Ռուսները առևտուր, ռուսական իշխանությունները առևտուրանող ժողովուրդ են։ Իրենք շատ առևտուր կանեն այդ համատեքստում ու կփորձեն կոմպրոմիսներ գտնել, որտեղ հակառակ դեպքում իրենք այս տարածաշրջանը կորցնում են։
Հայաստանը կորցնելով իրենք այս տարածաշրջանը կորցնում են։ Մի շաբաթ առաջ կարծեմ Ալեն Սիմոնյան, ոչ թե կարծեմ հաստատ Ալեն Սիմոնյանն էր, ասաց, որ այդ դեպքում մենք հապկից էլ յատմից էլ դուրս կգանք։ Պետք է այս կոչերը կրկնել, պետք է միանշանակ կրկնել, պետք է այն բոլոր բիզնես կառույցները, որոնք գործում են Հայաստանում ռուսական կապիտալով, սկսած Քաջարյանի գործարանից, վերջացրած, չգիտեմ, ագարակի կոմբինատով եւ այլով, խիստ մոնիտորինգի ատականցնեն, ծախսերի եւ այլնի բոլորի առումով, գործընթաց է, իրենք սկսել են այս գործընթացը, մենք այդ գործընթացին պիտի պատասխանենք։ Հիշեք ինչ էր տեղի ունենում Ադրբեջանի հետ կապված ինքնաթիռի կործանումից հետո եւ ով հաղթեց։ Վստահաբար Ալիևը։ Վստահաբար Ալիևը։ Ռուսաստանը զիջեց։ Այսինքն Ռուսաստանը նման իրավիճակներում հասկանում է, որ ինքը շատ քիչ ազդեցություն ունի արդեն աշխարհի տարբեր հատվածներում, առավել եւս այս իրավիճակում, երբ Իրանի հետ կապված խնդիրներ կան եւ իր միայն գաղտագողի ուղին մնացել է Հայաստանով եւ Երևանի օդանավակայանով, վստահեցնում եմ ձեզ, իրենք զիջելու են։ Իսկ քաղաքացիներին վտարելու այդ տարբերակը, որ կարող են կիրառել, դրա հավանականությունը ինչպես է գնահատում։ Սա իդեպ լուրջ մտահոգությունների առիթ է դարձել։ Նախ պիտի ասեմ, որ եթե Ռուսաստանը այդպիսի քաղաքականություն է վարում, ինքը կրակում է իր աջ ոտքին, ինչու՞։ Որովհետեւ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է տարածքով, բայց ամենակիչ բնակեցվածն է, ահռելի տարածքներ ուղղակի անմարդաբնակ են հարյուրավոր կիլոմետրերով եւ Ռուսաստանը դեմոգրաֆիկ խնդիրներ ունի։ Կա շվեդական մի կազմակերպություն, որ ցորենով, էլեկտրոէներգիայով, շաքարավազով, սուրճով եւ ամեն ինչով, այս ամեն ինչը համադրելով, գազի ծախսով, մեքենաներով, բենզինով, ընդհանրական հաշվում է որևէ երկրում ապրող բնակչության թիվը։ Եվ այդ առումով իրենց տված ցուցանիշներով կա աշխարհում երկու պետություն, որոնք իրենց ունեցած բնակչության թիվը ավելին են ցույց տալիս տարբեր նպատակներից ելնելով։ Մեկը Ռուսաստանն է, որ ցույց է տալիս 140 միլիոն, իրականում 74 միլիոնից պակաս է։ Այս պատերազմի ժամանակ էլ իրենք ահռելի կորցրել են։ Այսօրվա Ռուսաստանը նույնիսկ կատնամթերք եւ ճարպեր պարունակող մթերքներ, որ ինքը մշտապես ունեցել է, դուրս չի վաճառում։ Ինքը հազիվ հասցնում է իր բանակին։ Ուղղակի չի կարողանում կերակրել։ Այսինքն այս Ռուսաստանը ինքը լուրջ խնդիրներ ունի։ Այս Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի այս պատերազմում իր դեմքը պահելու։ 4 տարի է 8 Ուկրաինայի 8%-ն է գրավել։ Պոկրովսկ քաղաքը 4 անգամ գրավեցին ռուսները, 4 անգամ էլ այդտեղից Զելենսկին ելույթ ունեցավ։ Այսօր Զելենսկին ելույթով է հանդես եկել ու ներկայացրել է, որ առաջին անգամ ուկրաինական բանակը ռուսական դիրք է գրակվել առանց որևէ զինվորի օգտագործման, ամբողջությամբ ռոբոտացված, անօդաչու թռչող սարքերով եւ զինվորին փոխարինող ռոբոտներով։ Առաջին անգամ պատմության մեջ ռոբոտները մտնում են դիրքը։ Այսօրվա պատերազմը սրանում է։ Այսօր Ուկրաինան իր ռազմական արդյունաբերությամբ շատ ավելի հզոր է, քան, չգիտեմ, արեշնիկներ արտադրող Ռուսաստանը կամ միջուկային գերտերություն ունեցող Ռուսաստանը։ Ռուսաստանը վերեացել Կորեայի, որ աշխարհին ասում է, ինձ բան ասեցիք, միջուկային զենքի կոճակը կսեղմեմ, կամ ում է պետք աշխարհը, որում չկա Ռուսաստանը։ Փոխանակ այդ երկիրը ահռելի բնական ռեսուրսների հարստություն ունենալու պարագայում զարգ տար իր տնտեսությանը, գիտելիքահեն արդյունաբերություն ձևավորել, ինչը Ռուսաստանը իսկապես ունի, աշխարհի գիտնականների մի ստվար հատված ռուսներ են։ Ուր են այսօր այդ գիտնականները, բոլորը դրսում, սիլիկոնային հովտում են աշխատում, Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգներն են հզորացնում, ինչու, որտեղ Ռուսաստանը իր քաղաքացուն չի գնահատել։ Իսկ Ռուսաստանը, որ իր քաղաքացուն չի գնահատել, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կամ իր մոտ հարստացած Սամվել Կարապետյանին գնահատելու է, իհարկե չի գնահատելու։ Ու ես սրանից չեմ ուրախանում, որ չի գնահատում, հասկանում եք։ Ես ափսոսում եմ այդ Սամվել Կարապետյանին, որին մցրել են այս կարգի խաղի մեջ։ Իսկապես անկեղծ ափսոսում եմ։
Մենք կարող ենք լրիվ ուրիշ ուղով, լրիվ ուրիշ ճակատագրով գնալ։ Բայց այսօր ունենք փաստացի ընտրություններ, որում անկախ ամեն ինչի, չգիտեմ, էս օգտակար է մեզ թե օգտակար չէ, հաղթելու է Նիկոլ Փաշինյանը ու ինքը 50+ է հավաքելու։ Ինչու՞։ Որովհետև այդ դիմացի ռուսականները այնքան ռուսական համատեքստում Մարիա Զախարովայի բառապաշարի վրա հենված տեսակետներ են ասել, որ հանրային ընդհանուր ընկալման մեջ ոչ ընկալելի, ոչ ընդունելի են դարձել։ Ավելին էս իշխանությունն էլ, ասենք այսպես ասեմ, առողջապահության ոլորտում արած քայլերում այդ անվճար բուժօգնության խնդրում լուրջ ձեռքբերում է ունեցել, որը մարդիկ գովում են։ Այս վերջերս ընկերոջս հայրը հիվանդացել էր եւ հանդիպեցի ու փորձեցի հասկանալ ոնց է ինչ է, ինսուլտ էր տարել եւ մարդը ասում է, որ գիտեք, մեր տարեցները իրենց թորներին, զավակներին խնայելու համար հիվանդանոցներ չեն դիմում, որ ծախս չանեն։ Հիմա այդ տարեցները գնում են հիվանդանոց։ Այդ մարդն ասում է, Արամ ջան, ասում է, ես բոլոր ընտրություններում քեզ եմ քվեարկել, բայց այս անգամ Նիկոլ Փաշինյանն եմ քվեարկելու։ Ասում եմ, լավ ես անելու, բայց ինչու։ Ասում է, 8 օրվա իմ բուժումը ինսուլտի դեղերը 750,000 են եղել։ Մենք կյանքում այդ գումարը չենք տա։ Ես չէի թողի, որ տղաս այդ գումարը տար իմ դեղ առներ։ Հիմի պետությունը այդ տվել է։ Հասկանում եք, այս գործընթացները, որոնք ապահովել են այդ բանը։ Այստեղ խնդիրը այն չի, որ Նիկոլ Փաշինյանը անցնում է կամ 50+1 է, ինքը անցնելու է 50+1 է։ Այստեղ պետք է, որ ազգային ժողովում ներկայացված լինեն քաղաքական ուժեր, որոնք այդ ռուսական համատեքստում չեն, կամ որոնք ռուսական համատեքստում խնդիրների լուծման այլ տարբերակներ են տեսնում, փոխադարձ փոխհարաբերությունների բարելավման կամ փոխադարձ միմյանց դեմ պահանջներ ներկայացնելու, հակադիր պահանջներ ներկայացնելու։ Հայաստանի գործող ընդդիմադիր հատվածն է փոխել պետք ազգային ժողովում եւ սրա համար է որ մենք մասնակցում ենք ընտրություններին ու հույս ունենք ու կարծում ենք որ մեր քաղաքացին մեզ կվեկտա։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Ջակփաթի Գլենդելի հասցեն է 11:35 North Pacific Avenue հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Պարոն Սարգսյան, այդ դեպքում ձեր հնարավորությունները ավելի մեծ չէին լինի, եթե միասնական ճակատով գնայիք եւ ոչ թե առանձին, որովհետեւ ձեզպես ձեր տեսլականը կիսող այլ ուժեր էլ կան, կոնկրետ օրինակ Հանուն Հանրապետության կուսակցությունը Ռուբեն Մեհրաբյանը այս տաղավարում է ասել, որ մեզ ընդդիմության փոփոխություն է պետք, ավելի կառուցողական ընդդիմություն է պետք։ Նախ ասեմ հետեւյալը, որ մեզ որևէ կուսակցություն չի դիմել դաշինքի համար, մենք էլ որևէ կուսակցություն չենք դիմել դաշինքի համար։ Ավելին դաշինքների շեմը բավականին բարձր է, եւ այդ բարձր շեմի պարագայում անցնելու հավանականությունը փոքրանում է, հետեւաբար դաշինքներ ձևավորել ոչ հավետ է դառնում կամ ավելի բարդ է դառնում։ Գնալ որևէ կուսակցության, մասնավորապես Հանուն Հանրապետության կուսակցության ում նախագահ Արման Բաբաջանյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ ու ասել, գիտեք ինչ արեք մտեք իմ ցուցակ, այդ կոռեկտ չի։ Իրանք էլ չեն եկել ինձ ասել, ոչ կոռեկտ են համարել, ու չեն եկել ինձ չեն ասել, եկեք մտեք մեր ցուցակ։ Երկրորդ միասնական լինելը, եթե ասենք երկու կուսակցությունը միանում են, այդ միասնական չի, էլի եք ասելու, որ ինչի միասնական չեք, որտեղ պարոն Շիրինյանը առանձին է գնալու, պարոն Խզմալյանը արդեն առանձին է գնում, Գուրգեն Սիմոնյանը առանձին է գնում, ի սկզբանե հայտարարել է։ Այսինքն այն մարդ ով ասում է ընդդիմությունը միասնական չի, էլի շարունակելու է ասել, որ միասնական չի։ Երրորդ Գյումրիում ամբողջությամբ միասնական էինք։ Ու ինչ էր արդյունքը, հաղթեցինք։ Խնդիրը ոչ թե միասնական լինելու մեջ է, այլ թիմային կազմակերպված ու կոնկրետ աշխատանք անելու մեջ։ Եթե դու մտնում ես խրամատ, ավելի լավ է ունենաս 5 զինվոր, ովքեր վստահում են հրամանատարին եւ նրա հրամանները աներկբա կատարում են, քան ունենաս 15-ը, ովքեր տարբեր կասկածներ են դնում այս հրամանը կատարելու կամ չկատարելու մեջ։ Որպես օրինակ կարող եմ բերել, որ մենք Երևանում միայնակ մասնակցեցինք եւ ունեցանք 11.3% ԿՎ բացարձակ միասնական չէինք, ու այդ ժամանակ, ասենք, խնդիրը այն չէր, որ միասնական լինեինք, ու խնդիրն այդպես դրված չէր։ Մեր փորձը ցույց է տվել, որ այն դեպքերում, երբ որ մենք միայնակ ենք մասնակցել, հաջողությունն ավելի իրատեսական է դարձել եւ ավելի հնարավոր, քան, ասենք, երկու կուսակցություն միանալու հետ։ Ես բազմաթիվ դաշինքների մասնակից եմ եղել, ավելին ինքս եմ նախաձեռնել այդ դաշինքները։ Արդարություն դաշինքը Ստեփան Դեմիրճյանի հետ, հետո Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ դաշինք ձևավորելը, հետո ելքը մեր կուսակցության համագումար, մեր կուսակցության 15-ամյակին ես եմ նախաձեռնել ու Էդմոն Մարիքյանին ու Նիկոլ Փաշինյանի հետ այդ ելք դաշինքը ձևավորել։ Այսինքն Իզանից շատ դաշինքներից որևէ մեկը տեղյակ չի։ Դաշինքները որպես այդպիսին Հայաստանի քաղաքական դաշտում մշտապես փլուզվել են։ Նրանք հաջողություն չեն ունեցել խորհրդարան անցնելուց հետո։ Ընդհանուր առմամբ, եթե քաղաքական փիլիսոփայության մեջ նայենք, բոլորս կպնդենք, որ Հայաստանի քաղաքական դաշտը կայացած չի։ Իսկ ինչի կայացած չի, որտեղ կայացած չեն քաղաքական կուսակցությունները։ Իսկ ինչի Հայաստանի, իսկ ինչ է պետք անել, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունները կայանան։
Այսօր Եվ Հայաստան կայացվածությունը ինչպես պետք է դրսևորվի։ Այսօր Հայաստանում 120 եւ ավել կուսակցություններ կան։ Ընտրություններին մասնակցում են 4-5-ը։ Այն 100 եւ ավելի կուսակցությունները իրենց կուսակցության կնիքները գրպանում դրած պատտվում են, որ հասնի ընտրությունների ժամանակը ու իրենք որևէ կուսակցության կպնելով կամ դաշինք ասելով փորձեն մտնել ազգային ժողով։ Քաղաքական դաշտը առողջացնելու համար քաղաքական կուսակցությունները ինքնուրույն պիտի վճարեն ինքնագրավը, ընտրության մասնակցության գրավը, ինչը փոքր թիվ չի։ Ընտրությունների մասնակցության ժամանակ բավականին լուրջ ծախսեր, մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ ներդնեն, որից հետո անցնեն ազգային ժողով, իսկ այնտեղ արդեն ձևավորեն կոալիցիա։ Տեսեք, մենք Երևան քաղաքում ձևավորել ենք կոալիցիա։ Եվ ելի այս ընտրությունների արդյունքում, եթե կարիք լինի կոալիցիա ձևավորելու եւ թույլ չտալու, այնպես ինչպես Երևանում թույլ չտվեցինք, որ ռուսահապատակները կան իշխանության, նորից ձևավորելու ենք։ Եվ մենք միակ քաղաքական կուսակցությունն ենք, ով այդ բարձրաձայնում է։ Մյուսները չեն բարձրաձայնում այդ մասին։ Մյուսները այլ մոտեցումներ ունեն։ Գյումրին դրա վառապացույցներ, ու ես կարծում եմ, որ Գյումրիում չացանք հենց դրա համար նաեւ։ Եվ այս կուսակցությունները պիտի մասնակցեն, կոալիցիա կազմեն։ Մենք Երևանի կոալիցիայում բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, բայց այդ կոալիցիան չի փլուզվել։ Ինչու՞, որովհետև փլուզվելու պարագայում երկուսս էլ իշխանություն են կորցնում։ Իսկ երբ որ դաշինք այդ հանգիստ փլուզվում է, կմասնակցեն, այդ ներսում հարմար կլինի կոալիցիա կազմեն, կուսակցությունները կկայանան։ Չեն անցնի ընտրություններում։ Հաջորդ ընտրությանը լրացուցիչ այդքան գրավ չեն մուծի, այդքան ծախս չեն անի։ Կտեսնեն, որ անիմաստ է, իրենք չունեն այդ հնարավորությունը, կիգնալուց արվեն, չի լինի 120 կուսակցություն, կլինի 5-10 կուսակցություն, կմտնեն այդ մարդիկ, ովքեր ակտիվ են առանց քաղաքականություն չեն կարողանում որևէ կուսակցություն, որի գաղափարները կիսում են, եւ այդ առումով արդյունքներ կգրանցեն։ Տեսեք, Հանրապետություն կուսակցությունը գրանցվել է 2001 թվականին։ Մենք 2001 թվականից քաղաքական դաշտում ենք։ Արևմտյան արժեքներ կրող մնացած բոլոր կուսակցությունները, բացի Ժառանգությունից, որը այսօր արևմտյան արժեքներ կրող է, բայց Սամվել Կարապետյանի հետ է։ Բացի Ժառանգությունից մնացած բոլորը Ժառանգությունը մեզանից մի տարի հետո է բացվել, բայց բացի Ժառանգությունից եմ ասում, որտեղ իրենք արևմտյան արժեքներ կրողն են։ Մնացած բոլորը մեզանից հետո են ձևավորվել, Ժառանգությունն էլ ներառյալ։ Դե եթե գաղափարական առումով նույնն էին, էլ ինչ էին ձևավորվում։ Եթե ամբիցիայի խնդիր չէր, ինչի են ձևավորվում։ Մենք այսօր էլ բաց ենք համագործակցության։ Մենք այսօր բաց ենք համագործակցության։ Ովքեր ուզում են մեզ օժանդակել, հանգիստ կարող են գալ մտնել Բերկուսակցության ցուցակ։ Բնականաբար, մինչև 30 համարը մենք ցուցակը պատրաստել ենք ու համագումարով պիտի հաստատենք։ Բայց եթե խնդիրը ամբիցիայինը չի, 31 համարից մինչև 100 համարը ամենավերջին համարը, որը կուզեք, համարեք պատվավոր, թող գան մտնեն մեր ցուցակ, պաշտպանեն գաղափարի համար, ցույց տան, որ այդ ամբիցիայի համար չի։ Օրինակ իմ ընկեր Վահան Վարդապետյանը, բժիշկ, ինքը իր ողջ ներուժով աջակցում է մեզ ու որևէ ցուցակել չի ուզում ու չի էլ փնովում։ Եթե խնդիրը գաղափարինն է, ապա գաղափարակիցները աջակցում են միմյանց կամ փորձում են միմյանց հետ ընդհանուր համագործակցության եզրեր գտնել, որով խնդիրներ կլուծեն, որով այդ հաղթանակը ավելի հնարավոր կդարձնեն։ Մեզ նման համագործակցության առաջարկ չի արվել, մենք էլ համարել ենք, որ միայնակ մասնակցությունը մեզ հաջողություն բերել է, հիմա էլ կարող է հաջողություն բերել, որովհետև միասնական մասնակցությունը Գյումրիում այդ հաջողությունը չապահովեց։ Իսկ Երևանում միասնական մասնակցությունը հաջողություն ապահովեց, Մեղրիում միասնական մասնակցությունը հաջողություն ապահովեց, Թումանյան համայնքում Հայաստանի այն մյուս ծայրում միայնակ մասնակցությունը հաջողություն ապահովեց։ Մեր այս բոլոր դեպքերում, որտեղ մենք 49% Մեղրիում ենք ունեցել միայնակ մասնակցությամբ, 52% թե 51% Թումանյան համայնքում ենք ունեցել միայնակ մասնակցությամբ, ցույց է տալիս, որ մասնակցության ձևաչափը չի էականը։ Մասնակցող թիմի լիդերը ունեցած համախոհներով եւ տեղում ունեցած աշխատող մարդկանցով է խնդիրը լուծում։ Հետևաբար մենք փորձում ենք մեր ցուցակում ներգրավել մարդիկ, ովքեր տեղում ունեն հենման կետ, ովքեր կայացած են, ունեն աշխատատեղեր, ունեն իրենց հետևում թիմեր, կարողանում են հավաքում 500 եւ ավելի մարդ հավաքել, միայնակ առանց կուսակցության աջակցության։
Այս ընտրություններում այդ ճանապարհով է գնում թե քաղաքացիական պայմանագիրը, թե Ռոբերտ Քոչարյանի Հայաստան կուսակցությունը, եւ թե Սամվել Կարապետյանն է փորձում, չնայած իրենք տեղերում այդ հենման կետերը չունեն դեռ։ Պարոն Սարգսյան, անուններ տվեցիք, բայց Գագիկ Ծառուկյանին չանդրադարձակ, օրինակ նա ինչ խաղ է խաղում, եւ Սերժ Սարգսյանին նաեւ անդրադարձեք, պրագմատիզմից ելնելով է, որ Սերժ Սարգսյանը որոշեց չմասնակցել այս։ Գիտեք, Գագիկ Ծառուկյանը եւ ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի ներսում ձևավորված քաղաքական ուժ է եւ առաջին ընտրությունը չի, որ մասնակցում է, ինքը մշտապես մասնակցել է ընտրություններին, երբեմն շատ ուժեղ, երբեմն շատ թույլ, տարբեր ժամանակներում տարբեր իշխանությունների համատեքստում, տարբեր ուղղություններով եղել է այն իշխանության հետ, այս ընտրություններից 2018 թվականից հետո նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի առումով իշխանություն է կիսել եւ որոշակի պաշտոններ իր մարդկանց է նշանակել, որոնք առեսօր իշխանության մեջ են, օրինակ Մհեր Գրիգորյանը, չէ, Բարգավաճ Հայաստանը եւ ԿՊ-ի համագործակցության արդյունքում Մհեր Գրիգորյանը դարձավ փոխվարչապետ։ Այսօր իրենք այլ դաշտում են, այս փոխհարաբերությունները մշտական են եղել եւ իրենք քաղաքացիական պայմանագրի հետ կապեր ունեցել են, դուրս են եկել, մնացած պարագայում իրենք մասնակցում են հարությունը ինչքան կվստահի այդ ցուցակին, այդ ցուցակը ինչքան քվե կհավաքի կամ չի հավաքի, այս ուրիշ խնդիր է, ինչի է մասնակցում է երևի որտեվ իրենք քաղաքականության մեջ լավ է զգում։ Ընդհանրապես քաղաքականությունը օպիումի նման բան է, ով մտնում է դուրս գալ չի կարողանում։ Կարծում եմ այս համատեքստը կա նաև հետեւյալ համատեքստը խոշոր սեփականություն կամ մեծ կապիտալ ունեցող մարդիկ ուզում են, որ իրենց կապիտալը ապահովված լինի։ Եթե 18 թվականից հետո իրենք ԿՊ-ի հետ մաս լինելով այդ կապիտալը ապահովված էր, ապա հիմա երբ ընդդիմադիր ճամբարում են, այդ կապիտալը ապահովված չի եւ ուզում են ազգային ժողովում ներկայացված լինեն, որ այդ կապիտալը ապահովված լինի։ Գագիկ Ծառուկյանը ի տարբերություն Սամվել Կարապետյանի չի ասում, որ ես վարչապետ եմ լինելու։ Չի ասում, հասկանում եք։ Այս շատ մեծ տարբերություն է։ Ինքը նույնիսկ ասում է, որ 4 տեխնացու ունի։ Հետ կորոշի ով լինի, այսինքն ինքը հայտ չի ներկայացնում իշխանափոխության։ Ինքը Հանրապետություն կուսակցության նման հայտ է ներկայացնում ազգային ժողովում ներկայացված լինելու։ Հետևաբար այս առումով որևէ բան չեմ կարող ասել, չեմ էլ ուզում ասել, չեմ էլ ուզում բնովել, չեմ էլ ուզում անդրադառնալ։ Ինչ վերաբերվում է Հանրապետական կուսակցությանը։ Հանրապետական կուսակցությունը իր արմատներում ունի շատ դրական ու ազնիվ մարդիկ։ Այդ Աշոտ Նավասարդյանից սկսած հետո այդ կուսակցությունը իրապես ամբողջացրեց ու կայացած դարձրեց եղբայրս Վազգենը։ Ես եղել եմ այդ կուսակցության վարչապետի տեխնացում։ Այդ կուսակցությունում շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք բոլոր ժամանակներում իրենց կարգին պահեցին եւ որոնց այսօր հարգում եմ, իրենք էլ ինձ են հարգում եւ կարծում եմ, որ Հանրապետական կուսակցության չմասնակցության պարագայում այդ մարդկանց մի ստվար զանգված իր քվեն կտա ինձ։ Եվ այս պարագայում, որ Սերժ Սարգսյանը որոշեց, որ չմասնակցեն, ես կոնկրետ մեր մասով դրական եմ այդ համարում։ Բնականաբար իրենց մեծ մասը, ովքեր այն իշխանության ժամանակ եւ այլը մերժվեցին, իրենց գործունեությամբ վատ ազդեցություն ունեցան, հանրային ընկալման մեջ վատ հիշողություն ունեն։ Այդ մեծ մասը գնալու է կամ Սամվել Կարապետյանին է իր քվեն տալու, կամ Թաթոյանին է իր քվեն տալու, մարդիկ կան նաև այդպես են ասում, դեպի Թաթոյանի մոտ են ուղղում Հանրապետականի տարբեր ներկայացուցիչների։ Դե հստակ ասած, որ բոլոր ընդդիմադիրներին են աջակցելու իրենց ձայները չեն փոշի։ Այո, բայց գիտեք ինչ, այդտեղ մարդիկ կան, ում համար Սամվել Կարապետյանը բացարձակ օտար է։ Այսինքն եթե Սերժ Սարգսյանն է, իրենք Սերժ Սարգսյանին կգնային կաջակցեին։ Եթե ասենք, չգիտեմ, Արմեն Աշոտյանն է, իրենք կգնային ու քվեարկեին Արմեն Աշոտյանի օգտին։ Մեզ չէին գալու քվեարկեին։ Բայց եթե ասում են դիմադիրներից որևէ մեկին գնացեք քվեարկեք, իրենք Սամվել Կարապետյանը իրենց ոչ մի բան, իրենք գիտեն, որ Սամվել Կարապետյանը չի ախտելու, իրենք էլի ինդիմադիր են մնալու, իսկ իրենք չեն ուզում անընդհատ ինդիմադիր մնալ։ Իմ պարագայում ճիշտ է ընդդիմադիր են, բայց այդ իմ պարագայի ընդդիմադիր լինելը որոշակի ապահովություն ունի, որտեղ ես կարող եմ ազգային ժողովում լինել եւ իրենք գիտեն, որ ես իմ ընկերների շահերը մշտապես կարողանում եմ պաշտպանել ու ես նեղ օրվա ժամանակ իրենց հասնում եմ բոլորին։
Բոլորին, անկախ տվյալ իրավիճակից եւ այլնից եւ այլնից։ Ես չեմ ուզում որևէ մեկի արածի կամ չարածի խնդիրն ասել, բայց որպես օրինակ կարող եմ բերել, որ նախկին պաշտպանության նախարարին երբ որ դատում էին, ես գնացի ու միջնորդություն արեցի, որ կալանքը փոխեն տնային կալանքով։ Կամ ես հայտարարեցի, որ եթե Սերյան մյուս պաշտպանության Սերյան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի կալանքը, ես միջնորդություն կանեմ, որ կալանքը փոխեն։ Ես այդ հայտարարել եմ, այսինքն ես տեսակով նման իրավիճակներում նման են վարվում։ Եվ հանրապետականում կան մարդիկ, որ այդ գնահատում են։ Իրենց համար Սամվել Կարապետյանը որևէ ոչ անհատական շփումների, ոչ մտքային առումով արժեք չունի։ Իրենց համար այդ արժեք չունի նաև Թաթոյանը։ Իրենց համար վատ, լավ, ես ժամանակին իրենց վարչապետն եմ եղել, ինչ որ բաներ իրենց համար արել եմ, Վազգենի մասին հիշողությունը կա, օրեր կան, որոնք միասին ենք նշում ինչ որ տեղերում։ Եվ այս առումով կարծում եմ, որ մեր համար այդ դրական է եւ շատ ուրախ կլինեմ այդ մարդկանց համար, որ գան ու քվետան մեզ, որտեվ ազգային ժողովում ինչքան մեր քվեն ավելի լինի, ինչքան մենք ավելի շատ պատգամավոր ունենանք, այնքան մեր ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա եւ Հայաստանի զարգացման արագությունը մեծացնելու վրա ավելի մեծ կլինի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։